Բարև սիրելիներ, այսօր պիտի տեսնենք երկրորդ օրենաց 22-րդ գլուխը։ Մեգեն 4 համարներու մեջ կգարտանք լավ վարվելու քաղաքականության մասին, որ Աստված թրած է մարդը անոր հետևելու համար, ուր մարդը պետք է հոգ տաներ եւ վերադարձներ այն ինչ որ իր եղբայրը գործընծուցած էր։ Եթե քու թրացիդ ոչխարները խոդորած են, պետք է ճանաս, որ զայն վերադարձնես իր դիրոջը։ Իսկ եթե չես գիտեր, թե որու կպատկանի, պետք է բահես զայն, մինչև անոր դերը կա փնտրելու զայն։ 8-րդ համարին մեջ պետք է շրջապատ մգառուցես քու դանը տանիքին շուրջը, որբեսի մեկը դանիքեն վար չինա։ Դերը գուզե, որ դան անդամները ապահով լան։ Արդյոք փոքրիկները ապահով են ծեր դան մեջ սիրելիներ։ Ունիք ցանգաբադ դան շուրջը, որբեսի պաշտպանեք զանոնք աշխարեն։ Աստված կուզե պաշտպանել իր զավակները, այնպես ինչպես դուք կուզեք։ 10-րդ համարի մեջ Աստված գսե, որ եզմը եւ էշմը միասին հերգելու մի կորզածեք։ Անոնք շատ տարբեր կենդանիներ են եւ միասին չեն կալեր։ Հետևաբար չեն գրնար միասին աշխատիլ։ Նույնն է բարական, երբ հավատացյալը անհավատի հետ ամուսնանա։ Անոնք պետք չէ ամուսնանան, որովհետեւ ամեն մեկը ունի տարբեր ընթացք եւ այդ մեկը չի հաջողիր։ Սիրելիներ, այս մեկը զսկուշացնող օրինակ մնե, որ մենք պետք է զսկուշ լանք աշխարհի հետ խառնվել է։ 10-րդ համարի մեջ կտեսնենք օրենքը, որ կպաշտպաներ անմեղ գինը զրբարդութենե։ Աստված կնոջ պաշտպանելու դասավորումներ ուներ, որ մենք այսօր չունենք։ Անցնելով 20-րդ գլխուն մենք կգտնենք անսովոր օրենքը առաջին համարին մեջ։ Այստեղ Աստված կդադարե ճգնավորությունը, ամորցիկը ջզմված մարդը։ Ճգնավորությունը աշխարհի բաներեն բոլորովին ետ դառնալ է հուսահատելով շրջապատող անօրենության պատճառով։ Բայց ճգնավորները նաև շեղեցան Աստծո ստեղծածներ են։ Այսօր շատ մահավատացյալներ գաբրին զայրահեղ տեսակի անչադված կյանքը իրենց անձերը զրկելով շատ մփաներ է։ Աստված կսկուշացնե ովևէ տեսակի զայրահեղութենե, որ կդանի թեպի օրինականության եւ ստեղծված աշխարհի հանդեպ ադելության։ Երկրորդ համարը կվերապերի աբորինի զավակներուն։ Այս մեկը այսօր իրարգելի է։ Գարփը մարդիկ կսեն, որ անոնք թագավորի զավակներ են, բայց իրականության մեջ անոնք աբորինի են, որովհետև անոնք միայն գրոնական են, վերստին ծնունդ չեն ունեցած։ Սիրելիս, այսօր դու արդյոք Աստծո օրինավոր զավակն ես։ Ետքը երրորդ համարը հստակ կսե, որ ոչ ամոնացի, ոչ մովափացի պետք չէր մտնեին դերոց ժողովարանը։ Այդ մեկը անոնց հեթանոսական ջամփաներուն պատճառավ էր, որ գեղձ գրոնք մնե եւ որևէ գեղձ գրոնք ուղագիորեն սատանայեն գուկա։ Բայց 7-րդ համարի մեջ Աստված կսե, որ մարդիկ պետք չէ ադեին եթով միացին, քանի որ Եսավ եթով միացիներու հայրը եւ Հակոբ երկվորյակ եղբայրներ էին։ Անոնք նաեւ պետք չէ ադեին եգիպտացիները, որովհետև ապրեցան Եգիպտոսի մեջ։ Սիրելիներ, Աստված մեզի համար լավ բաներ ստեղծած է, որբեսի վայելենք։ Օրինակ, ջաշ ուտելը, գեղեցիկ բարդեզ ունենալը, արևին լույսը վայելելը եւ այլն։ Մենք պետք չունենք ադելու այս բաները կամ մեր մարմինը անոնց մեզ զրկելու։ Մեզ մե բահանջվածը միայն պետք չէ հանձնվենք մեղքին այս բաները ճաշտելով։ 7-րդ համարը նաեւ գսե, որ մարդիկ ժամանակին բանտուխներ էին եւ սիրելիներ, այսօր մենք բանտուխներ եւ ուխտավորներ ենք, գանցնենք այս աշխարհեն։ Այսպիսով մենք պետք է բացշաճ հարաբերություններ ունենանք աշխարհին, մարմնին եւ սատանային հետ։ 23:9-ի մեջ Աստված գսե, որ փանագը պետք է մաքուր փանագադեղիմը ունենա, որովհետեւ առողջապահական պայմանները կարեւոր էին Աստծո համար։ Այսօր եթե մարդիկ հետևեին Աստծո, պիտի մաքրեին այս աբագանած երկիրը։ Աստված գագնգալ է, որ մենք մաքուր եւ սուրբ ըլլանք։ Մաքուր մարմինով, մաքուր միջավայրի մեջ, մաքուր մտքով եւ մաքուր գործով, ինչպես 14-րդ համարը գսե։ 18-րդ համարը մեզի ավելի կպատնե Աստծո եւ անոր ջամփաներուն մասին։ Գսե, որ անվարձքը չընդունիր, որ գուկա որևէ անորեն կամ ամփարո բան է։ Հիմա անցնելով 24-րդ գլխուն կհասնենք Մովսեսական ամուսնալուծման օրենքին։ Եթե մարդը բաժնվի իր կնոջմեն
եւ գինը ամուսնանա ուրիշ դղամարդու հետ, եւ յետքը այդ դղամարդը մեռնի, նախքին ամուսինը պետք չէ նորեն ամուսնանա անոր հետ, որովհետեւ Աստծո համար այդ մեկը գին փոխել է եւ այդ արգելված է։ Երբ Հիսուսի հարցուցին, թե ինչու Մովսես թույլատրեց ամուսնալուծման, ան բացատրեց, որ այդ մեկը Աստծո ուզածին համաձայն չէր։ Աստված տվավ այդ օրենքը մարդոց սրտերուն գարդրության պատճառով։ Այլ խոսքով, Աստված արդոնեց ամուսնալուծումը որպես իր թույլատրելի կամքը, բայց ոչ իր ուղղակի կամքը։ 7-րդ համարի մեջ կգարտանք, որ Աստված կդադարե ստրոգությունը եւ կբադվիրե մարդոց հոգ դանիլ նվազ տասագարքին։ Իրականության մեջ ան ուներ աղքատության թեմ ծրագիր, որ հաջող էր։ Սիրելիներ, արդյոք կհետևիք Աստծո բոլոր բադվերներուն։